Բարև ձեզ, այսօր լուծելու ենք բավականին բարդ, բայց և շատ հետաքրքիր տրամաբանական խնդիր: Կարդում եմ խնդիրը. Աննան, Բելլան, Գայանեն և Դիանան ունեն որոշ քանակությամբ մատիտներ: Սկզբում Աննան մյուսներից յուրաքանչյուրին տվեց այնքան մատիտ, որքան նրանք ունեին, որից հետո նույն բանն արեց Բելլան, հետո Գայանեն, հետո Դիանան: Արդյունքում նրանցից յուրաքանչյուրն ունեցավ 32 մատիտ: Քանի մատիտ ուներ նրանցից յուրաքանչյուրը սկզբում: Նրանք, ովքեր ցանկանում են ինքնուրույն լուծել այս տրամաբանական խնդիրը, կարող են դադարեցնել տեսանյութի դիտումը, մտածեն, տրամաբանեն, վերլուծեն, գտնեն պատասխանը, հետո շարունակելով տեսանյութի դիտումը պարզեն ճիշտ են լուծել խնդիրը, ճիշտ են գտել պատասխանը, թե ոչ: Մինչ լուծմանն անցնելը խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքում, քանի որ նման հետաքրքիր տեսանյութերի տեղադրումը շարունակական է լինելու: Եվ այսպես ներկայացնում եմ լուծումը: Առաջին տրամաբանական եզրահանգումը կլինի այն, որ բոլոր աղջիկների մոտ միասին կլինի 128 մատիտ, քանի որ վերջում բոլորն ունեցան 32 մատիտ, իսկ ընդհանուր մատիտների թիվը ընթացքում չի փոխվում, քանի որ աղջիկները միմյանց միջև էին փոխանակում մատիտները: Երբ վերջում Դիանան մյուսներին մատիտ կտար, մինչ այդ մնացած երեքն ունեին 16 մատիտ, քանի որ Դիանան մյուս աղջիկներին պետք է տար այնքան մատիտ, որքան մատիտ նրանք ունեին, այսինքն արդյունքում մյուսներից յուրաքանչյուրի մատիտների թիվը կրկնապատկվում է: Սա նշանակում է, որ Դիանան մինչ վերջում կբաժաներ մատիտները, ինքն արդեն ուներ 80 մատիտ: 128-ից հանում ենք 48, ստանում ենք 80: Շարունակենք եզրահանգումները: Մինչ Գայանեն մատիտները կբաժաներ, Դիանան ուներ 40, իսկ Աննան և Բելլան 8-ական մատիտ, քանի որ երբ արդեն Դիանան էր բաժանում, նա ուներ 80, իսկ մյուսները 16-ական մատիտ: Այստեղից էլ եզրահանգում ենք, որ Գայանեն ուներ 72 մատիտ բաժանելուց առաջ, 128-ից հանած 40 հանած 16: Հիմա, ինչքան մատիտ ուներ յուրաքանչյուրը Բելլայի մատիտները բաժանելուց առաջ: Քանի որ մենք իմացանք, որ Բելլայի մատիտները բաժանելուց հետո Դիանան ունեցավ 40, իսկ Գայանեն 72, իսկ Աննան և Բելլան 8-ական մատիտ: Սա նշանակում է, որ մինչ Բելլան կբաժաներ մատիտները, Գայանեն ուներ 36, Դիանան 20, Աննան 4, իսկ Բելլան 68 մատիտ: Եվ այստեղից էլ եզրահանգում ենք, որ սկզբում, մինչ Աննան կբաժաներ մատիտները, Գայանեն ուներ 18, Դիանան 10, Բելլան 34, իսկ Աննան 66 մատիտ: Գրենք պատասխանը: Այսքանը: Եթե հավանեցիք տեսանյութը, կարող եք լայք դնել: Ցտեսություն, կհանդիպենք: